Հիշել անցյալը, գնահատել ներկան և պատասխանատվությամբ կերտել ապագան։ Հենց այս խորհրդով ուժեղ Հայաստան կուսակցության Գյումրու ներկայացուցիչները համակիրների ուղեկցությամբ այցելեցին Հերհերի ձոր։ Բոլորը միացանք մեր երթին ու հենց մեր կենտրոնական գլխամասային գրասենյակից եկել ենք այստեղ մեր հարգանքի տուրթը մատուցելու մեր զոհերին։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նրանք անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեցին։ Խաղաղության հույս կա այն դեպքում, երբ մեր եկեղեցիներն են քանդվում այսօր հարևանների կողմից։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանի կարծիքով ոչ։ Միանշանակ այս պայմաններում խաղաղություն կոչվածը դա ընդամենը Նիկոլի հեշտական մանիպուլյացիաներն են, Նիկոլի հեշտական կեղծիքներն են, Նիկոլի հեշտական սդերն են։ Միանշանակ մենք չենք գնում պատերազմի, բայց մենք պետք է ունենանք իրական խաղաղություն, գետնի վրայի խաղաղություն։ Հիշատակի միջոցառումները շարունակվեցին նաև Շիրակի եղբայրական Պանթեոնում։ Երբեք չենք մոռանալու, սերունդները չեն մոռանալու, որ եղել է 1915 թվականին ցեղասպանվել ենք թուրքերի կողմից։ Դրա համար հարկավոր է, որպեսզի մեր երիտասարդությունը գիտենա մեր պատմությունը, համախմբվի ազգի շուրջ, որպեսզի մենք ուժեղնանք, մենք հզորանանք եւ թույլ չտանք, որպեսզի մեր ազգի նկատմամբ այսպիսի ասպատակություններ արվի եւ կարողանանք հայի տեսակը, որը պահպանվել է դարեր շարունակ մեր քրիստոնեության շնորհիվ, կարողանանք պահպանել։ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներն իրենց խոնարհումը բերեցին նաև Արցախյան պատերազմներին իրենց կյանքը տված հայրենիների հիշատակին, ամուր պահելով հերոսների ուժեղ հայրենիք ունենալու երազանքը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։